Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստում ենք միջինկի գաթա նոր տարբերակով շատ համեղ և յուրահատուկ, այնպես որ մնացեք մինչև վերջ, որպեսզի դուք էլ կարողանաք տեսնել և պատրաստել այս հիասքանչ գաթան։ Շատ հեշտ է պատրաստում և շատ արագ։ Պատրաստում եմ խմորը։ Հարկավոր է դեղնուց, շաքարավազ, չափերը ինչպես միշտ կլինեն ինֆոբոքսում, նոր բաղադրատոմսով եմ պատրաստում, դրա համար չկա դեռ ալիքումս այս բաղադրատոմսը, այնպես որ մինչև վերջ նայեք, որպեսզի կարողանաք դուք էլ պատրաստել։ Այստեղ ձվի դեղնուցն է, շաքարավազ, հիմա այստեղ ավելացնում եմ կարագ, հալեցրած կարագ եմ ավելացնում, շատ հետաքրքիր խմոր է ստացվելու։ Հիմա ձեռքերով կսկսեմ հարել, ամբողջովին կխառնվի իրար։ Մեզ հարկավոր է թթվասեր, և սոդա։ Հիմա միանգամից այսպես կխառնեմ։ Եվ կավելացնեմ։ Մնում է ավելացնեմ ալյուրը և հունցեմ խմորը, որից հետո թողնելու եմ հանգստանա։ Քանի դեռ հնարավոր է հարիչով խառնել, հարիչով կհարեմ, կխառնեմ, որից հետո ձեռքերով կհունցեմ ձեռքերին չկպչող, բայց միևնույն ժամանակ շատ փափուկ խմոր։ Տեսեք, արդեն իմ խմորը պատրաստ է, ինքը շատ փափուկ է, մի փոքր կպչունություն ունի նույնիսկ այդ ներսի հատվածում, բայց ինչպես տեսնում եք, ինքը ընդհանրապես չի կպչում ոչ ձեռքերին, ոչ էլ ամանին։ Հիմա
Մի փոքր էսպես ալյուր կանեմ և կթողնեմ, որպեսզի հանգստանա։ Իսկ այդ ընթացքում կզբաղվեմ միջուկով։ Հիմա պատրաստում եմ միջուկը։ Միջուկի մեջ լցնելու եմ ընկույզ, պոպոկ և չամիչ։ Կարող եք ցանկացած ընդեղեն լցնել, ինչը որ սիրում եք։ Հիմա ընկույզները մի փոքր կմանրացնեմ, բայց փշուրի չեմ վերածի, կարող եք դանակի օգնությամբ անել, ավելի հեշտ ու ավելի կտորները համաչափ կլինի։ Մի փոքր ուղղակի կպտտացնեմ ու վերջ։ Այսպիսի կտորների եմ բաժանում, որպեսզի ինքը զգացվի գաթայի մեջ, կտորների համը։ Այստեղ խառնեցի ընկույզը և պնդուկը, նույնպես շատ մեծ կտորներ չեմ թողում և շատ էլ չեմ մանրացնում, որպեսզի ատամի տակ գնի և համը ընկուզեղենի զգացվի։ Այսպիսի կտորների ենք բաժանում։ Հիմա այստեղ ավելացնում եմ շաքարավազը։ Խառնում եմ մի լավ և թողնում եմ մի կողմ։ Հիմա զբաղվում եմ խորիզի պատրաստելով, այստեղ արդեն հալած կարագ ունեմ։ Ավելացնում եմ շաքարավազը մի փոքր։ Սա սովորական խորիզի նման չի լինում, դրա համար չսպասեք, որպեսզի ինքը չոր զանգված պետք է լինի, այդպես իրարից։ Այս խորիզը սովորական խորիզի նման չի լինելու, չսպասեք, որպեսզի խորիզի բաղադրություն ստանանք, այլ հիմա ցույց կտամ, ինքը մի փոքր այսպես կպչողականություն ունի։ Այստեղ ունեմ կարագը արդեն շաքարավազի հետ հարած, ավելացնում եմ ալյուրը։ Բնականաբար վանիլին համի համար և խառնում եմ։ Այսպիսի զանգված եմ ստանում։ Հիմա մեր ընկույզի զանգվածը ավելացնում եմ, այսպես ասած, խորիզի վրա։ Այսպիսի զանգված եմ ստանում։ Ինքը այսպես լավ կպչողականություն ունի, կրեմի նման է, բայց ոչ կրեմի նման է, ոչ ինքը կրեմի նման թույլ է, ոչ էլ ինքը խորիզի նման ձիգ և իրարից քանդվող բաղադրություն ունի։ Խորիզը նույնպես պատրաստ է։ Այնպիսի խորիզ է, որ ինքը այսպես եթե գնդով հավաքենք, այսպես, ինքը այսպես հավաքվում է, բայց ինքը սովորական խորիզի պես չի քանդվում։ Այսպես կարող եք հավաքել, ինքը հեշտությամբ հավաքվում է։ Եվ վերջ, քանի որ խմորն էլ է պատրաստ, խորիզն էլ է պատրաստ, հիմա սկսում եմ գաթան հավաքել և ջեռոց այդ ընթացքում միացրել եմ արդեն 220 աստիճանի տակ տաքացնում եմ։ Հիմա ինձ մնում է խմորը բացել։ Այնպես եմ բացում, որ այս մեջտեղի հատվածը մնա մի փոքր հաստ, քանի որ ընկույզները կարող են պատռել
խմորը, իսկ ես չեմ ցանկանում, որ մեր գաթան ծակվի։ Դրա համար մի փոքր եմ այսպես նստացնում մեջտեղի հատվածը, հիմնականում բացում եմ այս կողքերը։ Ինքը նույնիսկ կարող եք ձեռքերով բաց։ Եվ հիմա բացելուց հետո խմորը այսպես հավաքում եմ ամբողջովին մի գունդ և այսպես փակում։ Միանգամից տեղափոխում եմ յուղաթղթի վրա և այդ ներսի ներքևի կարերին անում եմ տակի մասը։ Մի փոքր կալրոտեմ, հիմա այսպես կտարածեմ և կրտնակի օգնությամբ, զգուշությամբ կբացեմ։ Հիմա մի փոքր ծակեմ, თუ այս օդը դուրս տա։ Այսպես։ Շատ հաշտ չեմ թողնում, ոչ էլ շատ բարակ եմ անում, որպեսզի գեղեցիկ գաթա ստանանք։ Բնականաբար միջինքի գաթա է, պետք է կոպեկ լինի միջինքի գաթայի մեջ, եթե տեղյակ չեք, կարող եք ծանոթանալ ինչի համար է սա արվում, եւ այստես արդեն պատրաստի գաթայի մեջ մի անկյունից մտցնում ենք կոպեկը արդեն տեսակ սնդային թաղանթով պատած է, այնպես որ եւ հարթեցնում ենք, որպեսզի չերևա։ Կտորի մեջ հայտնվի կոպեկը, դա համարվում է, որ այդ տարվա ամենահաջողակ լինելու տան անդամների մեջ։ Չնայած դրա բոլորս էլ ինձ թվում է պետք է երջանիկ լինենք անկախ նրանից կոպեկը ում բաժնի մեջ է հայտնվելու, բայց ամենայն դեպս այդպես մեր մեծերից եկել է եւ այդպես էլ մենք շարունակում ենք ավանդույթը։ Բնականաբար ովքեր սա միջինքի գաթան պատրաստում են պահքի առաջին մասը, երբ որ վերջացնում են, այդ ընթացքում միջինքը կիսվում է եւ պահքը երկրորդ պահքն է հաջորդ օրվանից սկսվում։ Բնականաբար ովքեր որ պահք են պահում, գաթան պատրաստում են առանց կենթանական ծագում ունեցող բաղադրիչներով։ Ներքևում ունեմ վիդեոների մեջ նմանատիպ գաթա, կարող եք նայել, պատրաստել։ Իսկ ովքեր որ չեն հետևում պահքային մենյուին, կարող եք սովորական այսպիսի միջինքի գաթա պատրաստել, ունեմ նաև ուրիշ բաղադրատոմս, կարող եք նայել եւ պատրաստել, շատ համեղ են ստացվում։ Հիմա ինձ մնում է ընդամենը երեսը քսել ձու եւ քանի որ պահել եմ մի փոքր ընկույզներ, հիմա ընկույզներով կձևավորեմ եւ կուղարկեմ ջեռոց։ Ցանկանում եմ այսպիսի գծեր անեմ, ամբողջովին չեմ կտրում, ուղղակի գծեր եմ անում։ Այսպես ասած փախլավաձև կտորների եմ բաժանում։ Դա ուղղակի գեղեցկության համար է, կարող եք չանել այնպեսա, որ պարտադիր չի։ Այսպես
Եվ հիմա ամեն մի կտորի մեջտեղում կդնեմ անկույս, բայց մինչ այդ պատառաքաղով լավ ծակծկում ենք, որպեսզի եփելու ընթացքում տեսակ ծակեցի, որպեսզի եփելու ընթացքում գաթան հավասարաչափ բարձրանա եւ մի տեղը բարձր չի լինի, մի տեղը ցածր։ Եթե եփելու ընթացքում կտեսնեք, որ մի կողմը բարձրանում է, այսպես ուռում է, մյուս կողմը չի բարձրանում, ջեռոցի միջից հենց հանեք եւ պատառաքաղով այդ բարձրացած մասը ակուրատնի շատ գեղեցիկ ծակեք, որպեսզի այդ բարձր ուռած փուչիկը նստի եւ գաթան այդպիսի տկեղ տեսք չընդունի։ Ուղղակի ծակելուց ուշադիր եղեք, դե բնականաբար արդեն երեսի մասը եփած կլինի, որպեսզի գաթայի տեսքը չկորցնեք։ Եվ այսպես կտորների վրա, այսպես ասած, շարում եմ, դե բնականաբար կտորները այդպես չի կիսվելու, ուղղակի դա գեղեցկության համար է պետք։ Միշտ ճիշտն ասած միջինքի գաթան պատրաստել եմ խորիզով տարբերակը դասական, այս անգամ որոշեցի ինչու ոչ այս տարբերակով պատրաստեմ, ինձ թվում է ավելի համեղ կլինի եւ դասական տարբերակում դե բնականաբար չամիչ եմ ավելացնում, էլ ավելի որպեսզի քաղցրությունը լավ լինի, տղաս չամիչ չի ուտում, դրա համար այս անգամ որոշեցի այս տարբերակը ընտրեմ, այստեղ չամիչ չկա, քանի որ արդեն իսկ խորիզը ինքը կրեմանման է եւ չամիչի առկայությունը էլ ավելի քաղցրություն կտա, դրա համար ցանկալի չի ավելացնել, բայց կարող եք, եթե ցանկություն կա, ավելացնել։ Այսպես։ Այս անգամ երեսը նույնպես տարօրինակ ձևի է եղել, դեղնուցով չեմ պատել, այլ սպիտակուցով եմ պատել, նոր հայտնաբերեցի, որ ձու էլ ավել չունեմ, որպեսզի երեսը դեղնուց պատեմ, դե քանի որ խմորից մնացել էր սպիտակուցը, հենց սպիտակուցով էլ պատեցի, միգուցե մի փոքր խամրած լինի, այդքան շատ վառ կարմիր չլինի, բայց ինձ թվում է դա չի խանգարի, կարևորը որ պատրաստում ենք սիրով եւ այն շատ համեղ է ստացվելու անկախ գույնից եւ ինձ թվում է բոլորին դուր կգա։ Իսկ հիմա ուղարկում եմ ջեռոց, կհանդիպենք եփելուց հետո։ Տեսեք, հենց նոր եմ հանել ջեռոցից, դեռ շատ տաք է, ընդհանրապես ճիշտ է ինքը մի փոքր երես այսպես առասփայլ է, բայց ինքը ամբողջովին կարմրել եւ շատ գեղեցիկ տեսք ունի։ Հիմա մտածում եմ մի փոքր այսպես մեղր ծորացնեմ վրան, քանի տաք է, ինքը այսպես կհալվի եւ ավելի փայլուն կլինի երեսը, բայց այդքան էլ պարտադիր չէ, ամենակարևորը ինքը լավ թխվել է եւ տեսքն էլ շատ ախորժելի եւ բուրում է ուղղակի խենթացնող։ Մեզ մնում է ընդամենը թողնել, որպեսզի սառի, տան անդամները բոլորով հավաքվեն, միգուցե նկարեմ այդ պահը, միգուցե ոչ, չգիտեմ, բայց հենց որ կտրեմ, անպայման ներսի հատվածը ցույց կտամ ձեզ, դուք էլ կտեսնեք, թե ինչքան ախորժելի տեսք ունի, իսկ համը բնականաբար յուրահատուկ է ստացվում, անպայման պատրաստեք այս բաղադրատոմսով եւ կիսվեք մեկնաբանություններում, տեսնեմ արդյոք լավ ստացվեց, հավանեցիք թե ոչ։ Իսկ այսօր այսքանը, հաջողություն, մինչ նոր հետաքրքիր եւ համեղ բաղադրատոմսեր։